Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահն իր մաշկի վրա է զգացել Եվրոպայից իր գնաց եւ մեր երկրում վաճառվող դեղերի տարբերությունը։ Նուրոֆեն, Ադվիլ եւ այլն, բացարձակապես իրենց ազդեցությամբ տարբերվում են Հայաստանի դեղատներում վաճառվող նույն անուն, նույն փաթեթավորմամբ, նույն գունային գամայով, նույն գունային ելևէջներով դեղից։ Դեղի տեղափոխումը ոչ այսքան հարմարեցված, ոչ հատուկ տրանսպորտային միջոցներով, այդ տրանսպորտային միջոցներում ջերմաստիճանային ռեժիմների խախտումը, պայմանների խախտումը կարող է հանգեցնել դեղի որակի անկման։ Դեղերի մասին եւ կից օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ առողջապահության փոխնախարարի ներկայացրած փաստարկները չհամոզեցին Տիկին Զոհրաբյանին։ Վերցրեք հասարակ բան օմեգա 3, Եվրոպայից բերված եւ Հայաստանի դեղատներում վաճառող, չգիտես թե ինչ է, ձկան յուղ է, չեմ հասկանում ինչ է։ Վերցրեք իմոդիում, բացարձակապես զերոյական ազդեցություն։ Առողջապահության փոխնախարարը վստահեցրեց, որ ներկրվող բոլոր դեղերի համար իրենք պատրաստ են ապահովել պարտադիր հայերեն մակնշում։ ՀԱԿ պատգամավորն այլ առաջարկ ունի։ Ինչն է խանգարում ի վերջո, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվի կայք, այդ կայքի մասին տեղեկատվությունները, պաստառները լինեն բոլոր դեղատներում։ Մարդը մտնի ուղղակի այդ կայք, գրի իր դեղի անունը եւ այնտեղ պետք է ունենա անհրաժեշտ տեղեկատվությունը հայերեն լեզվով։ Գիշերը որ տատիկին դեղը պետքա ու ինքը մոռացել է ինչ դոզայով պետքա թորնիկը կամ իր երեխան իր տատիկի դեղը տա, ինքը չի կարողանալու ու ինքը դեղի դոզան խառնելու ու մահանալու այդ անձը։ Պարոն Փաշինյանը հակադարձեց, թե օրինակ երբ ինքը կասկած է ունենում դեղի հարցում, զանգահարում է 103։ Շտապօգնության կայաններում զանգերին պատասխանողները դիսպեչերներ են եւ պարտադիր չի որ իրենք լինեն բժիշկներ։ Եթե պաստորեն մենք չենք կարող մեր երկրում շտապօգնության դիմել եւ այնտեղից մեզ պատասխանում են, որ ասենք էլեկտրիկն է մեզ պատասխանում բժշկական խորհրդատվություն տալիս, ուրեմն կներեք, ուրեմն այս դեղերի մասին օրենքը կեք թողեք։ Պարոն Փաշինյանը կարևորում է նաև, որ բժիշկները խոսեն հայերեն։ Եղբայր Հայաստանում լեզվի մասին օրենք կա։ Եթե չգիտեք, խնդիր չկա։ Հիշեցնենք, որ խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է դեղերի մասին եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։